Գյուղը աղբատաշտը եւ աղբավայրը, ինչպես նաեւ դրանց տանող ճանապարհը իսկական չարիք են դարձել հարևան թաղամասերի համար։ Մուշ, անի, բուլվարային թաղամասերը դատապարտված են ապրելու այս աղբադաշտի մերձ հարևանությամբ։ Հսկայական սևահողեր մնացել են աղբի տակ։ Եվրատաշինքի նախընտրական ծրագրով մենք պլանավորում ենք կուլտիվացնել այս հողերը, նոր աղբադաշտ կառուցել, իսկ երկարաժամկետ հեռանկարում ունենալ աղբի վերամշակման գործարան։ Հարգելի գյումրեցիներ, մասնակցեք ավականու արտահերթ ընտրություններին մարտի 30-ին եւ ձեր քվեն տվեք մեր Եվրատաշինքին։ Քվեաթերթիկ համար 6։ Մարտի 15-ին ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու փողոցում գողության դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության ծառայողներին Եգիպտոսի քաղաքացի 40-ամյա Սեյիդ Տամանը հայտնել է, որ մարտի 15-ին ժամը 21-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի 147 դպրոցի մոտ վիճաբանել է Սիրիայի քաղաքացի Մուրադի, Եգիպտոսի քաղաքացիներ 40-ամյա Մայքլ Նաիմի եւ 26-ամյա Ֆարուկ Էլ-Սադի Էլ-Արկայինի հետ, որի ժամանակ վերջիններս կյանքի առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցնելով ձեռքերով ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ, փորձել նստեցնել իրենց ավտոմեքենան, սակայն ինքն դիպադրելով չի նստել, որի ժամանակ Մայքլ Նաիմը նրա գրպանից հափշտակել է 1.150.000 դրամ ու դիմել փախուստի։ Մարտի 18-ին ոստիկանության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև գանգուղեղային վնասված ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մեկ այլ բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը նույն դպրոցի 14-ամյա աշակերտներից է, որը վնասվածքը ստացել է թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 12-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ նրա 13-ամյա համադասարանցին ձեռքով հարվածել է նրա դեմքին, պատճառելով մարմնական վնասվածք, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։ Մարտի 18-ին Սասնա Ծռեր փողոցի 1 կոտորակյոթ հասցեի մոտ թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել եւ Երևանի վարչություն է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 32-ամյա Մարտիրոսն իր վարած Ford Magnus-ի ավտոմեքենայով։ Անձնական խոզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կախազարդ լցված 0.64 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով եւ 3 հատ փաթեթներ համապատասխանաբար լցված 0.77 գրամ, 0.33 գրամ շոկո տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով եւ 0.25 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով։ Մարտի 15-ին Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ կորել է դրամապանակը, որում եղած բանկային քարտով գնումներ են կատարել։ Նշված արարքը տեղեկություններ են ստացվել, որ կատարել է Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Մարտի 19-ի առավոտյան նա ձերբակալվել է եւ տեղափոխվել բաժին։ Մարտի 12-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Գետապ գյուղի 13-րդ փողոցում գտնվող իրեն պատկանող ոչ բնակելի կիսակառույցի պատուհանը բացել ու գողացել են օթորակիչներ, շինարարական գործիքներ, պատճառելով 400.000 դրամ։ Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Հրազդանի բնակիչ 35-ամյա երիտասարդը, ով ներկայացվել է բաժին։ Մարտի 17-ին 30-ամյա կինը հաղորդում է տվել, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շանտիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել, նա հավելել է, որ ամուսինը արժանաշաղախ է։ Պարզվել է, որ ամուսնու հետ վիճել են Աբովյան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, նրա 17-ամյա որդին ու 34-ամյա եղբայրը։ Վիճաբանության ժամանակ նրանք ձեռքերով ու ոտքերով մի քանի հարված են հասցրել ամուսնուն, ապա 17-ամյա որդին տնից բերել է գազային ատրճանակը, պահել նրա վրա, հնչեցրել հայհոյանքներ ու կրակել օդ։ Որդին, հայրը եւ նրա եղբայրը ձերբակալվել են։ Ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հրազդանի բնակիչ 22-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահում է հրազեն։ Մարտի 19-ին կեսգիշերն անց միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ, 5 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ եւ պոլիէթիլենային տոպրակով 5 փամփուշտ։ Մարտի 21-ին 36-ամյա Սուրենն իր վարած BMW Magnus-ի ավտոմեքենայով Երևանի Միասնիկյան պողոտայից դեպի Հերացու թունել ընթանալիս բախվել է պատին, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Մարտի 20-ին Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննեսի վարած ՎԱԶ-2107 մակնիշի, 38-ամյա Թորոսի վարած ՎԱԶ-2107 մակնիշի, 35-ամյա Էդուարդի վարած Մերսեդես եւ 32-ամյա Հրաչյայի վարած Սկոդա մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Մերսեդեսի վարորդ Հրաչը եւ իր ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 30-ամյա Գևորգն ու 7-ամյա Ախն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մարտի 20-ին Գորիս քաղաքից տեղ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկի վարած Լադա, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգարի վարած Շաքմեն մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով Լադայի վարորդ Սլավիկը տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 19-ին Վանաձորի Կարեն փողոցում Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Վաչագանն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել կանաչ գազոնում։ Տուժածներ չկան։ Մարտի 11-ին քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տաննապոյնի պահում է թմրամիջոց։ Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաշավուն զանգվածով 2 տարա։ Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը անձնական օգտագործման համար։ Նույն օրը Գեղարքունիքի քրեական ոստիկանները ստացել էին նաև նմանատիպ մեկ այլ տեղեկություն, որն իրացնելու համար մեկնեցին Ծաղկուն գյուղ։ Օպերատիվ տվյալը, որ այստեղի բնակիչ 51-ամյա տղամարդն ապօրինի պահում է թմրամիջոց, հաստատվեց։ Նկուղից եւ Գոմի տանիքից տղամարդը ներկայացրեց 2.1 կիլոգրամ կանեփի թփեր, ապակյա 5 տարայում լցված 108 գրամ մանրացված մարիխուանայի նմանվող զանգված, 9 գրամ նույն զանգվածով տոպրակ։ Ըստ տանտիրոջ կանեփը քաղել էր իր տնամերձ հողամասում վայրի աճած թփերից եւ պահել անձնական օգտագործման համար։ Գեղարքունիքի քրեական հետախույզները նման մի տեղեկություն էլ իրացրին հաջորդ օրը։ Մարտի 12-ին նրանք այցելեցին Գավառ քաղաքի ազատամարտիկների փողոց, որտեղի բնակիչ 55-ամյա տղամարդն իր առանձնատանը կից աղավնիների բնից ներկայացրեց տոպրակ ու տարա, լցված ընդհանուր 91 գրամ կանեփանման 4 զանգվածով։ Նա նույնպես հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել վայրաճ թփերից եւ պահել անձնական օգտագործման համար։ 3 դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, թմրամոլության դեմ միջոցառումները շարունակվում են։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 20-ից 21-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված, մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 17, թմրանյութի հայտնաբերման 14, խարդախության 9, ֆիզիկական ներգործության 8, հոգեկան ներգործության 7, անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք պատճառելու 5, բնակարանային գողության, սառնազենք կրելու 4, խուլիգանության եւ զենք զինամթերքի առգրավման 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու 2, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, պաշտոնայական կեղծիքի, կեղծ ապացույցներ ներկայացնելու, ծառերը թփերը բուսածածկա անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, հողը փչացնելու, փաստաթղթեր կեղծելու, սուտ ցուցմունք տալու, կանխամտածված սնանկության եւ բնակարանային անձեռնմախելիությունը խախտելու մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող կամավոր ներկայացել 1-ը, հայտնաբերվել է 2 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։